այս շաբաթվա ընթացքում ակտիվ էին նաև ներքաղաքական զարգացումները, հրապարակվել են նախընտրական ցուցակները եւ սրանից բացի այլ բազմաթիվ զարգացումներ են եղել, որոնք առաջարկելու ենք քննարկել Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հետ։ Պարոն Մխիթարյան, բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար ու առաջարկելու ենք սկսել բառացիորեն այս եթերից մի քանի րոպե առաջ տարածված մի տեսանյութից Նարեկ Կարապետյանից առաջարկում եմ դիտենք հանրահավաքի վերաբերյալ է վաղվա, որտեղ շատ կարևոր նորություն կա, ես հիմա չասեմ, ինքներդ դիտեք։ Սիրելի հայրենակիցներ, վաղը հիշարժան օր է։ 7 ամիս կալանքից հետո, խոսքի իրավունքի սահմանափակումից հետո, Սամվել Կարապետյանը առաջի անգամ հանդես կգա հանրային ուղերձով վաղվա հանրահավաքի մասնակիցների համար։ Ժամը 5-ին, շաբաթ օրը, օպերայի հրապարակում, բոլորս կլսենք Սամվել Կարապետյանի ուղերձը եւ դա կբերի փոփոխություն մեր երկրում։ Փոփոխությունները Հայաստանում սկսվում են եւ դրանք առաջնորդում է Սամվել Կարապետյանը։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան։ Եվ այսպես հանրահավաք եւ ուղերձ հրապարակային Սամվել Կարապետյանից ինչի մասին է լինելու ուղերձը, մոտավորապես ինչի սպասենք եւ ընդհանրապես այս հանրահավաքը ինչի մասին է, ինչու հավաքվել։ Նախ սկսեմ նրանից շնորհակալություն հրավերի համար։ Այո, իրականում վաղը Հայաստանի Հանրապետության համար կարող եմ չչափազանցնել, բայց իրոք վաղը մեր պետության, մեր ազգի համար կարևորագույն օր է։ Վստահ ենք վաղը լինելու է մեր պետականության, մեր պետության նորից ոտքի կանգնելու ժամանակաշրջանը, վաղը սկսվելու է ժամանակաշրջանը, ինչպես մեր Նարեկ Կարապետյանը նշեց, վաղվա հանրահավաքի կարևորագույն ու գլխավոր նորություններից մեկը այն է, որ Սամվել Կարապետյանը առաջի անգամ այդ կոնտեքստում հանդես է գալու, ունենալու է տեսաուղերձ, ինչպես գիտենք արդեն մի քանի ամիս է ղեկավարությունը թույլ չի տալիս որպեսզի Սամվել Կարապետյանը իրավունք ունենար խոսելու, իրավունք ունենար դուրս գալու, այսպես ասած, կալանքից, բայց փառք Աստծո վաղ հնարավորություն ունենք։ Ես էլ օգտվելով արդից միանշանակ մեր հայրենակիցներին կոչ եմ անում, որպեսզի վաղը ներկա լինեն, ունենալու ենք իրոք կարևոր մեր ազգի, մեր պետության համար հանրահավաք, միասնության հանրահավաք եւ առաջին ու հիմնական մեր հանրահավաքի նպատակը միասնությունն է եւ դրանից հետո այն, որ եթե ցանկանում ենք ունենալ ուժեղ Հայաստան բառիփուն իմաստով, ապա բոլորս պարտավոր ենք վաղը ներկա լինել հանրահավաքին, ինչ վերաբերում է տեսաուղերձին, առաջ անցնելով ասեմ, որ ես էլ տեղեկացված չեմ, այնպես որ վաղը վստահ եմ բոլորիս սպասում է շատ կարևոր հայտարարություն։ Պարոն Մխիթարյան, դուք փաստաբան եք նաև, հա, եւ կարող եք մեզ համար մաչելի լեզվով բացատրել ինչն էր խնդիրը Սամվել Կարապետյանի տեսաուղերձների հետ, ինչու էր դա գեներացում արհեստական բանականությամբ եւ նախաքննական մարմիններն ասում են, որ իրենք թույլատրել են, ընդ որում կարծեմ Նիկոլ Փաշինյանն էր դա ասում, իրականում ինչ էր, այսինքն փորձենք մաքսիմալ պարզ լեզվով բացատրենք, հա, նաև մեր ունկնդիրներին ինչու էր խնդիրը եւ ինչու էր Փաշինյանը ասում դե կներեք մոտարապես տղայից դուրս արի եթեր եւ այլն, բայց մյուս կողմից էլ արգելանք էր դրված դուրս գալու եթեր։ Շնորհակալություն, տեսեք, ամենայն անկեղծությամբ Սամվել Կարապետյանի ամբողջատական process-ը, ես նույնպես նաև վերջի ժամանակահատվածում ներգրաված եմ եղել փաստաբանական խմբում, որևիցե իրավաբանություն այնտեղ չկա։ Սա խոսում է նաև նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալիս, որպեսզի մեր 3 սահմանությունով ամրագրված 3 ճյուղեր առանձին լինեն։ Խոսքը գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինների մասին է։ Ինչ վերաբերում է թույլտվություններին եւ թույլչտվություններին, ամբողջ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը առաջին իսկ օրվանից Սամվել Կարապետյանի ձերբակալման իր հստակ թույլությունը ցույց տվեց, վաղը ցույց տվեց։ Եվ հնարավորինս փորձել է ամեն կերպ այնպես անել, որ Սամվել Կարապետյանը հնարավորություն չունենա որևէ խոսք ասելու հեռուստացույցով, սոցիալական հաշտարակներով եւ այլն։ Բայց քանի որ արդեն եկեք անկեղծ լինենք, իրոք այն ամբողջ ժամանակահատվածը, որ պարոն Կարապետյանը գտնվում է կալանքի տակ ու նաեւ գումարաստարան
որ իրականում որևէ իրավական գործ, իրավական այսպես ասած փաստարկներ առկա չեն, հենց այդ պատճառով ձևական ու հեռախոսային արտադրություն իրականացնելով փորձում են հնարավորինս հեռու պահել պարոն Կարապետյանին, ինչ վերաբերում է հայտարարություններին։ Տեսեք, ամենայն անկեղծությամբ այս ամբողջ հատվածում նույնիսկ շատ ճիշտ նշեցիք, վարչապետի ատորը զբաղեցնող անձը մի քանի անգամ հայտարարեց, թե որևէ հիմք չկա չխոսելու, բայց եկեք անկեղծ լինենք, իրենց համար, որ իրավական որևէ գործընթաց չկա, գոյություն չունի, իրավունքի գերակայություն, միանշանակ ծուղակ էր, իր հերթական Փաշինյանի հերթական մանիպուլյացիաներն էր, հերթական սուդներ, հերթական կեղծիքներ, որպեսզի խոսալուց հետո հիմքեր առաջանային, արդեն տնային կալանքից հետ տանելու կալանքի ու հիմքում տնելով այն, որ խախտել է պայմանները։ Ասեմ ավելին, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր նրա մասին, որ ինքը ունի թույլտվությունը, փաստաբանական խումբը ոչ դատարանից, ոչ քննիչներից, ոչ դատախազությունից որևիցե նյութ չէր ստացել։ Այսինքն ինչ է ստացվում, երկրի վարչապետը մոռանալով իր գործառույթները, իհարկե դա երկար ժամանակի մոռացել է, բայց մոռանալով իր գործառույթները հստակ հայտարարեց, որ ինքը տեղեկացված է բոլոր տեսակի դատական գործընթացներից եւ առաջինը իրեն է զեկուցում։ Սա իհարկե ծիծաղելու է մի երկրի համար, որը իրեն համարում է ժողովրդավար, բայց ինչպես տեսնում ենք, արդեն քանի տարի է մենք օրենքից, իրավունքից, ժողովրդավարությունից բավականին հեռացել ենք։ Նոքտերն ուզում եմ բանականության սահմանները հասկանամ, կարող եմ որ դատարանը որոշի, որ օրինակ Սամվել Կարապետյանը իրավունք չունի իր ելույթների ժամանակ ատարը ասել, ենթադրենք, կամ իրավունք չունի Հայաստան բառ ասել, կամ 3 րոպե 30 վերկայից ավել բան, որովհետև ես կարծում եմ դատարանների որոշումները ոչ միայն պարոն Կարապետյանի մասով, ինձ մեկ թվում է, որ ինչ որ ձևի կարգավորվում է, դա դատավորի ֆանտազիան որտեղ կարելի է սահմանափակել։ Տեսեք, ելի եմ գրգնում, քանի որ չասեմ ամբողջ դատական համակարգը իհարկե դա սուտ կլինի, բայց գերակշիռ մասը քանի որ ինչպես փորձ է ցույց տալիս կարգավորվում է մեկ մարդու կողմից, այսինքն ինչպես են մեր մոտ քաղաքական գործերը հարուցվում։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ով հայտարարություն է տարածում, ելույթ է ունենում, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից ելույթ է ունենում, դրանից մի քանի րոպե անց կամ մի քանի ժամ հետո գործերը հարուցվում են, այսինքն հստակ ազդակ է։ Ես չգիտեմ ինքը երևի այս պարագայում շատ հնարավոր ինչ-որ խնդիրներից ելնելով է նման ճանապարհով հասցնում տեղեկատվությունը կամ ինչ-որ մի պահ միգուցե չի դիմանում, բայց այն ինչ որ ինքը անում է, խոսում է մեր երկրում տիրող աղետալի վիճակի մասին, ինչ վերաբերում է ձեր հարցին կոնկրետ քաղաքացիական պայմանագրի կուսակցության պատգամավորներից մեկը անունը չեմ էլ հիշում, Հասմիկ նշեց, որ պետք է ուրախ լինեն, որ չէ, կազմակերպել ասեց Սամվելը չեն կանում, միանշանակ այս մարդկանց չվախենամ այդ բառը ասելուց ոչ adekvat պահվածք են դեղ է ասել, որ իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ, դա անպատժելիության մասին է խոսում։ Նույն Ալեն Սիմոնյանի պարագայում, Ալեն Սիմոնյանը երբ որ ինչ-որ մեկին հայոյում է, չգիտեմ ինչեր անում, որևէ իրավական գործընթաց չի կայանում։ Երբ որ ինչ-որ մեկը Facebook-ում շատ ճիշտ սուր քննադատություն է անում, օրենքի սահմանում է ժամանակ քրեական գործեր են հարուցվում ու միանշանակ դատավորները տանում են կալանքի։ Դրա համար այս օրերին խոսել իրավաբանությունից, օրենքից մի քիչ ազնիվ չի մեր ժողովրդի, մեր ազգի հանդեպ, նաև ընդրական օրենսգրքով մենք տեսանք, որ մենք սահմանադրությունը սարքել ենք, չգիտեմ ինչ, որ խոսում ենք մայր օրենքի մասին, բայց դրանից հետո հիմա էլ մի բան անում ենք Վենետիկի հանձնաժողովի, այսպես ասած, գլխին, որտեղ հստակ նշում է ընդրություններից 1 տարի առաջ խաղի կանոնները չեն փոխվում։ Բայց ինչպես տեսանք, որ իրենց վախը այն աստիճան է, որ նույնիսկ արդեն իրենք Սամվել Կարապետյանի ոչ թե շուկից, այլ անունից են հիմա էլ վախենում։ Բայց ոչինչ, մի 2 ամիս է կդիմանանք։ Պարոն Մխիթարյան, մի շատ աչք ծակող դրվագ եղավ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, եթե մի կողմ դնենք մինչև վերջին թեմային հասնելը բոլոր քննարկված թեմաները, վերջում պարզ էր թեմու մասին էին նաև խոսում, հստակորեն եւ հասկանալիորեն խոսքը նաև Սամվել Կարապետյանի մասին էր, ընդ որում եւ Ռուսաստանի նախագահի կողմից եւ հետո Փաշինյանի պատասխանում դուք թիմի ներսում, կուսակցության դաշինքի ներսում այս թեման քննարկել եք, ինչպես եք վերաբերվում, որն է ձեր մոտեցումը, ընդհանրապես ինչ հետևություններ եք արել այսպիսի մակարդակով հանդիպման հրապարակային մասում այսպիսի քննարկումից։ Տեսեք, իրականում չափից ավել
տգեղ է, երբ որ եկեք մոռանանք Նիկոլ Փաշինյանի անձը, մենք վերջիվերջո խոսում ենք փաստացի մեր պետության ղեկավարի մասին։ Ու իրոք առնվազն իմ համար ու շատերիս համար ցավալի է, երբ որ երրորդ երկրի ղեկավարը հստակ ունենալով տեղեկատվություն մանրանշում է, որ ձեր վարած քաղաքականությունը ոչ իրավաչափ է, Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է, եւ եթե դու գնում ես, դու քեզ համարում ես ժողովրդավար պետություն, եթե դու գնում ես ընտրությունների, բոլորի համար ստեղծիր հավասար պայմաններ։ Իրոք սա միանշանակ տհաճ է։ Տեսեք, գիտեք ինչ ներդակիտ Պուտինը մի բան ասաց, Փաշինյանը ուրիշ բան պատասխանեց, որտեղ Պուտինը չասեց թույլատրեք Սամվել Կարապետյանին մասնակցել ընտրությունների, ասեց, чтобы они принимали участие во внутриполитической работе, հա, այսինքն այդտեղ որևէ բան չա, ինչի Փաշինյանը ասեց ագրեսիվ մտավ, այսինքն ռուսերեն չի հասկանում, թե եկել էր իր ընդհանուր տնային առաջադրանքով Ռուսերեն չհասկանալու մասով անգես տեղեկատվություն չունեմ, խոսելու մասով բոլորս հավաստվել ենք, որ ինքը խոսել չգիտի, դա փաստ է, ոչ թե ես ինձանից եմ հորնում, դա իրականում փաստ է։ Չէ, մենք որ երբ որ ասում ենք Նիկոլ Փաշինյանի վախերի մասին, հենց սրա մասին ենք խոսում։ Ինքը Սամվել Կարապետյանի անուն լսելուց, ենթադրյալ, երբ որ իր մասին են խոսում, ինքը հստակ ընկնում է, իրեն ճիշտ է սպառել, այս բառագույն օգտել թե չէ, դողերոցքի մեջ։ Դրա համար ինքը իր հերթական անգամ մեր հայ լրագրողներն չէ, երբ որ հարց են տալիս խնձորի մասին, ինքը միանշանակ պատասխանում է լրիվ այլ բանի մասին։ Այսինքն ինքը սովորել է այդ մարդը սուտ խոսալուց բացի ուրիշ բան չի կարողանում անել։ Հենց դա է պատճառը, որ այսինքն մարդը թե չէ իրականում չի կարող փոխվել, եթե ներքին հարաբերությունները նույնն են, արտաքինում էլ է նույնը լինելու։ Ձեզ մոտ նրա հնչեցրած հայտարարությունից հետո մտավախություն չի առաջանում, որ նոր գործողություններ են պլանավորվում Սամվել Կարապետյանի ձեր կուսակցության, ձեր դաշինքի դեմ։ Իրենք ամեն օր նոր բան են մտածում, իրենց կատեսեք, երբ որ ամեն առավոտ Facebook-ը բացում ես, չեմ խոսում իր տխուր տեմպով, երբ որ մեզ բոլորիս լավ օր է մաղթում, տխուրը չի դժբախտ երևի, դժբախտ ու դժգույն, միանշանակ մենք սպասում ենք, բայց մենք միանշանակ նաև պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Սամվել Կարապետյանը իզուր տեղը չի, որ մի քանի ամիս է կալանավորված է, այսինքն այն զրկանքները, որ ինքը կրում է հանուն Հայաստանի Հանրապետություն, մենք իր թիմը ու բավականաչափ մեր բնակչության մեծ մասը պատրաստ է այդ ամենին։ Ուրսից բաց խոսակցությունը գնում է, ամեն թարստամ էլ երկու կուսակցություն միացան ձեզ, դեռևս որ օֆիցիալ տեսել ենք, եւ մի կուսակցությունը մերժել եք, ըստ իրենց բառերի։ Ինչ պրինցիպով եք դուք ընտրում ձեր պարտներներին եւ ինչ պրինցիպով եք մերժում։ Տեսեք, այստեղ ոչ թե մերժելու կամ ընդունելու մասին էլ մենք պատրաստ ենք միանշանակ բոլոր այսօր Նարեկ Կարապետյան շատ հետաքրքիր բառակաբակցություն ասեց, մաքուր ձեռքերով մարդկանց ընդունելու այդ մասով որևիցե բան չկա։ Իսկ ինչ վերաբերում է երկուսի հետ համագործակցություն երրորդ հետ չստացվելու, դա ընդամենը զուտ բանակցային, նաև հետագա գործընթացների գաղափարային հիմքերի վրա էր հենված, այսինքն որից անձնական կամ այլ բան չի եղել, ուղղակի երկուստեք հարաբերությունների ժամանակ եկել ենք այդ եզրակացման։ Մենք ցուցակում չենք նկատել, ճիշտ ասած նախնական ցուցակը որ կար 36 հոգանոց, Նայիրի Սարգսյանը չկար եւ Հարություն Հարությունյանն, եթե չեմ սխալվում, այսինքն իրենք լինել են ցուցակում, վերգտնելու են իրենց տեղը, թե ինչ որ 37-38 են լինելու։ Ուղղակի այն ինչ որ մարդկանց հետաքրքրում է դա այդ հարցն է։ Տեսեք, ժամանակից առաջ չընկնեմ, վաղը շատ հարցերի պատասխաններ հենց ազատության հրապարակում հանրավակի ժամանակ հստակ կհնչեցվեն։ Առաջարկում եմ միանանք Մոսկվա, որովհետև Հայկը խեղդում է ժամանակի առումով։ Հայկ Ողջունում եմ։ Ես կուզեմ վերադառնալ, դուք արդեն խոսեցիք այս վերջի փոփոխությունների մասին ընտրական օրենսգրքում, Վենետիկի հանձնաժողովի այդ սկզբունքների խախտումը եւ այլն։ Երկու այսպիսի հարց այդ թեմայով։ Առաջինը հնարավորություն կա արդյոք որևէ կերպ միջև ընտրությունների խոչընդոտել այդ նոր փոփոխությունների իրականացումը, նկատում եմ նույնիսկ սահմանական դատարանով կամ այլ միջոցներով, եւ երկրորդը այստեղ շատ քննարկումներ է գնում, պետք է ասեմ, մարդիկ ովքեր մի քիչ հեռու են իրավաբանությունից, այդ փոփոխությունները նաև վերաբերվում են օրինակ ուժեղ Հայաստան, օրինակ Հայաստան անունով ուժը կարող է գրանցվել, թե դա էլ պետք է փոխվի, որովհետև եթե կարող է ստացվել այնպես, որ միայն քաղաքացիական պայմանագիրը կգրանցվի, օրինակ իր նախկին անունով, իսկ բոլոր ընդդիմադիր ուժերը
այսպես թե այնպես ստիպված են լինելու անունը փոխել եւ դա շփոթմունք է առաջացնելու ընտրողների մոտ, որոնք սովորեն, որ օրինակ Հայաստան դաշինք ուժեղ, Հայաստան մայր եւ Բարգավաճ Հայաստան կամ այլ քաղաքական ուժերին, որոնք պետք է փոխվեն։ Շնորհակալություն Հայկ ջան, տեսեք, ավելի շատ խոսքը անվանումներին, բայց տեղային անվանումների մասին չէ, խոսքը ու իրենց այս ամբողջ փոփոխությունը հիմնված է եւ նպատակաուղղված է իրենց հաշվարկներով այսպես ասենք, խփելու Սամվել Կարապետյանին, բայց միանշանակ ինչ է լինի, այս շարժումը, այս կուսակցության ուժը ու մարդկանց ոգևորվածությունը, որովհետեւ կերպ իրենք չեն կարող կաննեսել, նույնիսկ եթե փորձեն նաև այլ փոփոխություններ անեն կամ ոչ չեմ զարմանա ոչ իրավաչափ գործողություններ անել, այդ պարագայում իրենց որևիցե ուզած իրենց համար դրական արդյունք չի ունենալու։ Իսկ տեսեք, Հայաստան անունով մարդիկ կան։ Կարող է ամեն դեպքում փորձեն դրանից կարճել։ Մենք դեռ ավելի մեծ խնդիր ունենք։ Հաշվարկներ արեք, դուք այդ բոլոր հաշվարկները արեք, որ կարող է մի օր ձեր դաշին կազմած կուսակցությունների մեկի վրա ժողովրդական ասած գեղ բռնեն ու փորձեն դրանով ինչ որ դաշինքին կպնեն կամ մոլդովական սցենարով վերջին պահին փորձեն դաշինքը հանել, այսինքն այն պլան A, B, C, D չգիտեմ։ Մենք իրականում այն ինչ որ մենք գիտենք, որ ում դեմ ենք պայքարում, իրականում հենց դրա համար երևի ցույց չխոսամ 1-ից 50 կամ 1-ից 100 արդեն տարբերակներ ունենք, այդ պլաններ ունենք, A-ն, B-ն եւ այլն, բայց միջև Հայաստանը մենք այստեղ ավելի մեծ խնդիր ունենք։ Արադ Միրզոյանի հարցը ինչ է լինելու։ Արադ անվան հետ կապված մենք խնդիր չունենք։ Տիգրան այդ հարցը պարբերաբար եթերների ընթացքում բարձրացնում է։ Կառավարության որոշումը կվերանվանեն ամեն դեպքում մի այսպիսի հարց, որ էլի շատերին հուզում է, հետընտրական գործընթացներ բոլորը ես համարյա թե տենց օպտիմիստ չեմ տեսել, որ ասի, որ Նիկոլ Փաշինյանը հենց իմանա, որ ինքը հավաքել է ընդհանրենք 49%, մնացածները 51%, ինքը կասի ապրեք, ժողովուրդը սենց է որոշել, ես գնացի, հա, դուք հավատում եք, որ այսպիսի բան կարող է լինի եւ պատրաստ եք հետընտրական գործընթացների։ Տեսեք, մենք պատրաստ ենք ցանկացած իրավաչափ գործողության, լինի նախընտրական կամ հետընտրական, մենք միանշանակ գնալու ենք մեզ տրված ու քաղաքացու տրված յուրաքանչյուր քվեի հացայինի հետևից եւ ելի եմ կրկնում, մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին եւ առաջնորդվելու ենք ի տարբերություն իրենց Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, այսինքն մեր բոլոր գործողությունները լինելու են օրենքով, բայց անցնեմ առաջնային այդ մասով ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին կայացնելու է շատ ճիշտ որոշում, որը լինելու է հայանպաստ, իրական հայանպաստ, եւ մենք վերջապես բռնելու ենք ուժեղ Հայաստանի ճանապարհը։ Միանանք նաեւ Լոս Անջելես, Արթուր Սահակյան, Արթուր։ Ողջունում եմ, հարցս Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը երեք կարծեմ հայտարարեց, որ նախնական համաձայնություն կա հունիսի երկրորդ կեսին Պուտինի հետ հանդիպման։ Ես հասկանում եմ ինքը ինչ նպատակ է հետապնդում, ասելով, որ ինքը մնալու է իշխանության փորձելով մանիպուլացնել, բայց արդյոք դա ճշմարտություն է, արդյոք կա այդպիսի համաձայնություն ուրեմն Ռուսաստանի նախագահի հետ հանդիպել ընտրություններից հետո եւ եթե այդպես է, արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանում էլ են, այսպես ասած, ընդունում, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության։ Սա Շնորհակալություն, տեսեք, ճիշտ ասած ես էլ իր հայտարարությունը լսեցի, բայց ռուսական մամուլով այն մասով որևիցե հստակ տեղեկատվություն փորձել եմ առնվազն ես չեմ գտել, բայց այստեղ նաև կարևոր հարց կա, թե ինքը որպես ինչ է հանդիպելու Պուտինի հետ նամանավանդ հունիսի 7-ից հետո։ Դեռ ամենակարևոր հարցը կարծում եմ դա է, շատ հավանական եմ համարում, բայց վստահ եմ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ չի լինելու, որովհետև Պուտինի հետ հաջորդ հանդիպումը անց է կացվելու Սամվել Կարապետյանի հետ։ Ընտրական գործընթացների մասին հարցնեմ, ընտրությունների օրվա Տիգրանը հետընտրականի մասին հարցրեց, ձեզ արդեն սկսել են մեղադրել տարբեր ձևաչափերով ընտրախախտումների մեջ, նախընտրական փուլում, ընտրությունների օրը պատրաստ եք
դիմակայել, այսպես ասենք, տեր կանգնել ձեզ տրված քվեին, կամ արդյոք հավատում եք, որ իշխանության կողմից օրինակ ամեն ինչ արդար է լինելու եւ ժողովրդավարությունը եւ ընտրախախտումներ չեն լինելու։ Տեսեք, ինչպես մի քիչ առաջ նշեցի, մենք իրավական ճանապարհով, օրինական ճանապարհով գնալու ենք բոլոր տեսակի դրված ձայների հետևից ու տեր ենք լինելու մեր քաղաքացիների կայացված որոշման վրա, հա, այսպես ասենք, ինչ վերաբերում է թե դորվան եւ նաեւ այս կապված ընտրակաշակների չէ իրենց խոսույթի հետ, նախ քանի որ ես նաեւ իրավաբան ու փաստաբան եմ, ես հավատում եմ դեպքերին, միայն այն պարագայում, երբ որ ունենք դադանով կայացված վճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ։ Հիմա իրանք ընդամենը իրենց հերթական մանիպուլյացիաներով փորձում են հող նախապատրաստեն իրենց հետագա գործողությունների համար։ Սա իրենց բնորոշ սցենարն է, բայց ցավոք սրտի իրենց համար այդ սցենարը այլևս չի գործելու, որովհետև ժողովուրդը ստից ու կեղծիքից իրոք արդեն կշտացել է։ Պարոն Մխիթարյան, շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Շնորհակալություն։